Տիկին Վարդանյան, նախ սկզբում խնդրեմ անդրադառնաք Ռազմիկ Մկրտչյանի կալանավորմանը, քանի որ դուք նաև Շենգավիթի տարածքային կառույցից եք եւ ըստ տարածվող տեղեկատվությունների Ռազմիկ Մկրտչյանը վատ էր խոսում տարածքային կառույցի անդամների, ինչպես նաև ՔՊԱ-ական падգամավորների հետ եւ ընդհանրապես դուք որևէ տեղեկատվություն ունեք այն տարածվող լուրերի վերաբերյալ, որ Մկրտչյանը ծեծի է ենթարկել Շենգավիթի տարածքային կառույցի ղեկավարին։ Տիգրան Մակարյան, բարձր։ Այո, Տիգրան Մակարյան։ Շնորհակալություն հարցի համար։ Այո, ես Շենգավիթ տարածքային խորհրդի անդամ եմ, որի խորհրդի անդամ էր նաև Ռազմիկ Մկրտչյանը։ Ուղղակի խորհրդի անդամ է նաև Ռազմիկ Մկրտչյանը։ Կթողնեք պատասխանեմ։ Եթե ձեզ հետաքրքրում է, պատասխանեմ, չէ։ Ահա։ Ուրեմն, այո, միջադեպ եղել է եւ որի արդյունքում կրկին միջադեպ եղել խորհրդի նախագահի հետ, Տիգրան Մակարյանի հետ եւ իհարկե որի արդյունքում, որի հետևանքները արդեն դուք գիտեք, կալանավորումը, ձերբակալությունը եւ պաշտոնական հաղորդագրությունը դրա վերաբերյալ դրանից ավել ոչինչ չեմ կարող ասել, քանի որ քրեական վարույթ է, այսինքն նախաձեռնվել եւ դրանից ավել ոչինչ չեմ կարող ասել այս պատճառը ինչն է եղել։ Անձնական ինչ-որ հարաբերությունների լարվածություն կեր, դա աշխատանքային։ Չէ, աշխատանքային։ Անձնական լարվածություն չէ, աշխատանքային։ Չեմ կարող ասել, բայց բավականին շատ մարդիկ են եղել, ում ես չեմ ճանաչում։ Ինչքան մեկ տասնյակի անցնող քիչ։ Դե մոտավորապես մեկ տասնյակի կլիներ։ Ես դատապարտում եմ բռնությունը։ Ես կողմնակից եմ երկխոսության, ցանկացած բռնություն, ով ուզում է այդ բռնությունը կատարի, ես դատապարտում եմ։ Իսկ Տիգրան Տեր-Մարկարյանի բռնությունները դատապարտում եւ ինչու նա կալանավորված չէ, եթե այդպես է։ Այդ հարցը ինձ պիտի չտաք, որտեւ այդ հարցով ես չեմ զբաղվում։ Ես գիտեմ, որ Տիգրան Տեր-Մարկարյանը աշխատանքից հեռացել է, այո։ Եվ կա ինչ-որ գործ եւս հարուցված, որքան ես գիտեմ։ Մի քիչ ստեղ տարբերությունը այն է, որ ոչ, դրան նախորդող բոլորս տեսանք, ինչպիսի թաղապետարանում, ինչպիսի շոու էր մականացրել տվյալ անձնավորությունը, ոչ չի արդարացնում։ Այդ հարցերը տվեք համապատասխան մարմիններին, ես Երևան քաղաքի ավականու անդամ եմ, ես բռնող, բաց թողող կամ քաղաքական գնահատականը սենա, որ ես դեմ եմ բռնությանը, ցանկացած դրսևորումներին։ Հարաբերություններ է եղել։ Ուզում ենք հասկանանք ՔՊ-ում աշխատակային հարաբերություններն ավարտվում են բռնցքներով։ Մի դեպքը դա չի նշանակում, որ ամբողջ ՔՊ-ում քաղաքապետան եւս տվյալ թաղապետը աչքեր ընկել կրկին ծեծկրտուկով։ Դե ժողովուրդ ջան, հիմա հարուցված է գործ, թող իրավապահ մարմինները քննեն եւ եզրակացություն տան։ Եթե հարցը Փաշինյանին չհասներ, այսպիսի հանգուցալուծում կունենար, քրեական գործ կհարուցվեր։ Իհարկե կհարուցվեր, որովհետեւ մենք ով Տիգրան Տեր-Մարկարյանի գործով ինչի ինքը չկալանավորվեց, բայց հապշտապ Ռազմիկ Մկրտչյանը 2 ամսով կալանավորվեց։ Ես չգիտեմ։ Նորից եմ ասում, դիմեք իրավապահ մարմիններին, ես Երևան քաղաքի ավականու անդամ եմ եւ իմ գործառույթների մեջ չի մտնում այդ մանրամասների մեջ խորանալ։ Իրավապահները դուք ավելի անկաշկանդ եք ու հիմա ձեզ տեսնում ենք, նրանց այդքան էլ չենք տեսնում, որ դիմենք։ Օրինակ քննչական կոմիտեի նախագահին։ Դե դա արդեն ձեր խնդիրն է։ Խոճուճ պատասխաններ տալիս չենք հասկանում։ Դրա համար ձեզ Դե նես չի որ ես գնամ հարցնեմ, ինձ խոճուճ պատասխաններ չեն տա։ Տիկին Վարդանյան, դուք կիսում եք վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը եւ այն բոլոր գրառումների բովանդակությունները, որոնք վերաբերում են հայ առաքելական եկեղեցուն եւ եկեղեցու սպասավորներին, այն բառամթերքը, որը կիրառում է Նիկոլ Փաշինյանը, թիրախավորումը, որը իրականացվում է իշխանության կողմից դեպի եկեղեցին։ Ես կիսում եմ այն ամենը, այն բոլոր տեսակետները, որ Հայաստանի Հանրապետության վարչապետն է ասում, բայց այստեղ մի մտքի հետ ու շատ կարևոր մտքի հետ ես համաձայն չեմ, որ վարչապետը չի թիրախավորում հայ առաքելական եկեղեցին, այլ թիրախավորում է իր խոսքով
կոնկրետ հարցադրում է անում եկեղեցին զավթած, սրբապիղծ վերնախավին, ովքեր որ հստակ պատասխան է հնչում, արդյոք կաթողիկոսը, այսինքն Կտրիչ Ներսիսյանը ունի կին եւ երեխա, թե ոչ։ Ու գիտեք, որ դրա պատասխանը չի տրվել, այն պահից, երբ որ եկեղեցին մտել է քաղաքական դաշտ, այն պահից, երբ որ եկեղեցին քաղաքական հայտարարություններ է անում, պիտակավորում է երկրի ղեկավարին, այն մարդկանց, այն ամբողջ թիմին, այն ժողովրդին, որ ընտրել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, այն պահից, երբ որ եկեղեցականները ցույցեր են կազմակերպում եւ բազմաթիվ այլ ակցիաներ են փողոցում իրականացնում, իհարկե նրանց պետք է քաղաքական գնահատական տալ, նրանց կատարած այդ իմ համար հակապետական, հակահայկական գործունեությանը, բայց եկեղեցում ոչ ոք չի պիտակավորում, այլ ընդհակառակը 18 թվականին զավթած պետությունը վերադարձվել է ժողովրդին, հիմա ժամանակն է, որ զարթված եկեղեցին Չուլանա մի րոպե, դուք գնացել եք եկեղեցիները, այո, դուք տեսել եք, դուք գնացել եք եկեղեցիները, բազմաթիվ նկարներ կան, որ ամպագորգոր հայտարարություն ես չեմ անում, կան շատ եկեղեցիների տեսարաններ նկարված, որտեղ օրինակ Աննա եկեղեցին, Սուրբ Աննա եկեղեցին, Չուլանացված է, ինչպես է։ Չուլանացված չի, շատ այլ եկեղեցիներ կան, դուք տեսել եք նկարները եկեղեցիների, համացանցում տեղադրված են նկարները։ Օրինակ Նիկոլ Փաշինյանը երբ որ նոր էր տեղափոխվել։ Եկեղեցին չի չուլանացված, այլ եկեղեցու մոտ կան տարածքներ, հենց եկեղեցու մեջ էլ, եկեղեցու դուրսն էլ, որ չուլանի ա վերածված։ Եկեղեցիները չուլանացված են, այդպես է ասած։ Ես որպես հավատավոր քրիստոնյա եւ որպես հայրենասեր անձնավորություն այնքան բան եմ արել եւ այնքան բան եմ անում, որ Ես մեկն էլ կանեմ։ Տիկին Վարդան նորմալ է։ Երբ որ ես կգնամ, ես վստահեցնում եմ, որ հայտարարություն կտարածեմ եւ կարող եք գալ տեսնել։ Ես ոչ մի որ եկեղեցին էլ որ պատահին համար նշանակություն չունի։ Որպես պարկեշտ կին, ձեզ Ինչ է նշանակում որպես պարկեշտ կին։ Հատուկ ընդգծում եմ, էլի, որ մի քիչ հարցը հարց չի, ես լավ արձանագրում եմ, ամեն մեկի մասին, ամեն մեկը բախ չի ունենում, էլի, դա արձանագրման արժանանա իմ կողմից։ Հիմա դուք որպես լրիվ իմաստով եմ ասում, դրական, որպես պարկեշտ կին, հայ, քրիստոնյա, մայր, երևի չգիտեմ, խոսքով։ Մայր եւ տատիկ։ Մայր եւ տատիկ առավել եւս։ Ոնց եք, ինչ եք զգում, երբ որ կարդում եք Նիկոլ Փաշինյանի այդ գրառումները։ Կներեք պիտի ուղիղ ցիտեմ, որ ասում է Սրբազան գնաք քերոտ կնգան դոմփիր։ Օրինակ դուք այդ բառը որ կարդում եք, ինչ եք զգում։ Ես օրինակ այդ բառին երբ որ տարիներ շարունակ հեռուստատեսությունով բազմաթիվ սերիալներում բազմաթիվ հաղորդման մեջ Փաշինյանի նախին թիմակից Մայք Մարությանը օգտագործել մի րոպե կարևոր չով է օգտագործում երբ որ հեռուստատեսությամբ նման արտահայտություններ հնչում են դուք ինչպես եք դրան հայոյանքել է հնչում պետք է երկրի ղեկավարը ուղիղ գնահատական է տվել այն ես դա հայոյանք չեմ համարում ուղիղ գնահատական է տվել այն ամենին ինչ որ նրանք անում են։ Ես դրանից ավել ոչինչ չեմ կարող ասել։ Ձեր թիմակիցների այդ թվում երկրի ամենաբարձր պաշտոնյայի շուրթերից լեգիտիմացվում է հայոյանքը, մտնում է մեր տուն, մեր տաները, մեր առօրյա, մեր կենցաղ, մամուլ։ Տեսնում եք իմ այդ վարչապետի Տիկին Աննա Հակոբյանը կրթվել է նորաձև շարժում է իրականացնում։ Այդ ոնց է կրթվում։ Որ հայոյանքն սովորեցնում եք։ Ուրեմն տեսեք, կան իրավիճակներ, որ պիտի այն բառապաշարով խոսած, որ քեզ լսեն, որ դու դառնաս լսելի։ Կներեք, Նիկոլ Փաշինյանը հազարավոր հետևորդներ ունի եւ ինքը ինչ էլ որ մի քափով որ փռշտել Facebook-ում, բոլորը տեսնում են, լայքում են ավտոմատ առանց հասկանալ շատ դեպքերում, սրտիկ են դնում, չգիտեմ, դու գրել եք օրինակ այդ հայոյանքն են սրտիկ թե ոչ։ Ոչ միայն դրել եմ, նաեւ կիսվել եմ իմ մեջ։ Այսինքն որտեղ ես համաձայն եմ այդ կարծիքի հետ։ Ձեզ ոչ թե Նիկոլ Փաշինյանը Ձեզ ոչ թե պետք է հետաքրքրի
Նիկոլ Փաշինյանի այդ արտահայտությունը, այլ օրինակ ինչի չեք գնում եւ հարց տալիս, իսկ ինչի չեք հարց տալիս, թե ինչի համար նա դա այդ արտահայտությունը արել, ինչի ձեզ չի հետաքրքրում եկեղեցին զավթած անձնավորություն այդ հարցը տվել եք, ի վերջո ինքը պատասխան տա, եկեղեցի զավթած անձնավորությունն է, թող պատասխան տա, արդյոք նրանք սրբապղծությամբ զբաղվում են, թե չէ։ Երբ որ Փաշինյանը վեհապարեց սելֆիերանում ասում էր ես եւ վեհապար հայրապետը, այդ ժամանակ չգիտեր որ սրբապղծ է։ Այդ ժամանակ գուցե գիտեր, գուցե չգիտեր, ես չեմ որ պետք է Նիկոլ Փաշինյանի ասածներին ինչ որ գնահատական նախկինի Թալանի թեզը չի աշխատում, հիմա անցանք եկեղեցու։ Անցանք եկեղեցու, որտեղ եկեղեցին եւս պետք է մաքրվի։ Ձեր իշխանություն չպետք է մաքրվի, ձեր շարքերը մաքրվելու կարիք չունեն։ Օրինակ ձեր թիմակիցների մեջ մարդիկ են, անունները ինձ ուղղակի թույլ չեմ տա ասել։ Մարդիկ կան, որոնք որ իրենց ամուսնական ուխտել են խախտում, մնացած ուխտել են խախտում, բոլոր հնարավոր դրսևորումները խախտում են։ Բնության ուխտել են խախտում, բնությունից տված բանակի ինտեղամարտեղամարտին, ովքին ամուսինն ես նման գնահատական չեմ տալու ու չեմ կարծում, որ դա համեմատելու ինչ որ բան է, այն ինչ որ սովորական անձնավորությունն է անում, ինչ որ անում է կաթողիկոսը, ով որ դրժում է երթումները, որ նա տվել է Աստծո առաջ։ Ուրեմն ես չգիտեմ, դուք հիմա անլուրջ հարցեր եք տալիս, ինձ խնդրում եմ որտեղից է իմացել որ ես չգիտեմ։ Ուրեմն ունի համապատասխան հենց մարմինների կողմից տված գուցե եւ նաեւ ունի Այսինքն իր լծակով բայց մի րոպե, ես ոչ մեկի չեմ բացահայտել եւ այն որ կաթողիկոսը ունի երեխաներ եւ ինչպիսի կյանք է սրբապիղծ կյանք է վարում, դրա մասին բոլորը գիտեն։ Դրա մասին բոլորն են խոսում։ Իշխանավորների մասին էլ են այդպես ասում, նախկին իշխանավորներին մի համեմատեք եկեղեցու այն մարդկանց հետ։ Այստեղ հարցը այն է, որ ձեր իշխանության օրոք շատ բարձր պաշտոն է զբաղեցրել մի անձնավորություն, որի մասին եւս խոսում են, որ նա սրբազանի զավակ է։ Այսինքն ուխտը խախտած մարդ անձնավորության զավակ է։ Հիմա որտեղ է արդարությունը։ Զավակն է պաշտոնը զբաղեցրել, ես չգիտեմ ճիշտն ասած ում զավակն է կամ ում մասին է խոսքը կամ դուք ինչ ապացույցներ ունեք, ամեն դեպքում ես որքան գիտեմ նաև Կտրիչ Ներսիսյանի աղջիկն է ինչ որ տեղ աշխատում, բայց հիմա նրանց զավակների մասին չի խոսքը, նրանց կատարած սրբապղծության մասին է։ Ես ուղիղ ասեմ, երբ որ Նիկոլ Փաշինյանը Արգիշտի Քյարամյանին նշանակում էր քննչական կոմիտեի իրավապահ շատ կարևոր կառույցի նախագահ, ինքը այդ ժամանակ չէր ճշտել օրինակ ինքը ում զավակն է, որտեղ հարցրել են ուղիղ չի պատասխանել։ Ինքը չգիտեր որ ինքը Էլբեկ Քյարամյանի զավակն է, որը Կոտայքի թեմի առաջնորդն է, այդպես են հարցը ինձ մի ուղղեք, որտեղ նշանակումը ես չեմ արել եւ դա իմ պարտականությունների մեջ չմտնում է, որպես թիմակից ձեզ հետաքրքիր է օրինակ ձեր նախկին նշանակած քննչական կոմիտեի ղեկավարը։ Ես իմ թիմի ղեկավարի նշանակումները չեմ քննարկում։ Տեր Աստված է ինչա, ոչ Տեր Աստված չի, որովհետև դա իր պարտականությունն է, իր աշխատանքն է, ինքը լավագույնս գիտի ում որ պաշտոնի նշանակի։ Իմ համար այո։ Բա ոնց է որ 5 տարածած տնօրեն փոխեց երթով ասավ դե սխալվել է։ Այդ ինչի՞ց է որ դա աշխատանքային process է, աշխատանքային process է Մարտի Վարդանյանը ով է կալանավորում։ Փաշինյանի հրանգով չէ կալանավորվում։ Ով է կալանավորվում։ Սամվել Կարապետյանը ինչ հայտարարություն արել։ Սամվել Կարապետյանը, որքան ես գիտեմ, ինքը Ռուսաստանի քաղաքացի է եւ Սամվել Կարապետյանը եկել է, բոլորը շատ լավ գիտենք, որ ուժերի կողմից է ուղարկված։ ՔՊ վախենում է Սամվել Կարապետյանից։ Բացա, ինչի՞ պիտի վախենա։ Դե դա վախորած մարդու գործողություններ է։ ՔՊ-ն էլ վախենա։ Սամվել Կարապետյանը այդ գործարար է, բարերար է, երկրի համար շատ բան արած, ոնց թե ով է։ Հետո ինչ անենք, ոչ մեկ բարերար լինի, շատ գործարած լինի, պետությունից առավել, ոչ ոք չկրիորեն պատժելի արարք արել։ Ինչ քրորեն պատժելի արարք արել, Տիկին Վարդանյան։ Պետության, դե ես չգիտեմ, ուրեմն ինչ որ բան արել է, ինչ որ մի բան արել է, ուրեմն որ
Դրա համար նրանց ձեռնարկատու շանտաժի լեզվով խոսել։ Մի բան էլ հարցեմ, մի բան ճշտամ ձեր խոսքից։ Դուք ասացիք մենք գիտենք, որ ուժերի կոմիսիա ուղարկված։ Որ ուժերի եւ երկրորդ Սամվել Կարապետյանը փոքր երեխա է, որ երկրից որ եկել է այդ կողմից է, որ երկրի քաղաքացի է, որ երկրից էլ ուղարկված է։ Դուք շատ լավ գիտեք։ Մատվեյենկո երկրից, որին Ալեն Սիմոնյանը այստեղ ջերմ դիմավորեց, հա? Ալեն Սիմոնյանը դիմավորեց, դա իր գործնական հարաբերություններն է, բա ոնց պիտի դիմավորել։ Շատ նորմալ դիմավորել է։ Թե ինչ է ասել, ես չգիտեմ։ Ռուսաստանից, այդ եմ ասում, Ռուսաստանն է կապանքը։ Տիկին Վարդանյան, անդրադառնալով Վերջի հարցը խնդրում եմ։ քաղաքային խնդիրներին, օրակարգային թիվ 1 թեմա շարունակում է մնալ Երևանի քաղաքապետարանի առջև տեղի ունեցած գծանշումները, փոփոխությունները, երթևեկության վերաբերյալ, որոնք առանձնացվել են ավտոբուսի համար մեջտեղի գոտին եւ ավտոբուսը օրինակ կանգ կատարելու համար պետք է վերադասավորվի գա աջ գոտի, որը հավելյալ խցանում է առաջացնում։ Սա է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտային բարեփոխումը։ Տրանսպորտային բարեփոխումների մեջ է նաև մտնում հենց երթևեկության փոփոխությունները։ Գիտեք, որ հենց քաղաքի կառուցվածքը, ճարտարապետությունը հարմարավետ չէ, այսինքն նախատեսված չէ մեր փողոցները այդքան մեքենաների, ավտոբուսների համար եւ լավագույնս տարբերակներն է մշակվում, մտածվում, գուցե եւ շատ եւս ընթացքում գծեր փոխվեն եւ այլն, որ ամենահարմար տարբերակը ընտրվի։ Այս պահին կարող եմ միայն այդքանը ասել։